Նոր վարչական շրջանի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին անդրադարձել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Դե ինչ հարգելի բարեկամներ, Ավագանին ու ազգային ժողովը կարծես քիչ էր, հիմա էլ խրախճանքին միացավ Նոր-Նորքի թաղապետարանը։ Խայտարակության այս հանդեսը ուղիղ եթերում էր տեսախցիկների, լրագրողների ու իհարկե հեռուստադիտողների աչքի առաջ։ Հետաքրքրականը այն է, որ այս մարտաֆիլմի գլխավոր հերոսներից էր նաև գործող թաղապետը, ով շեշտակի հարվածներ էր հասցնում։ Ծեծվողը հանրության տարբեր շրջանակներին հայտնի եւ ոչ այդքան միանշանակ հեղինակությամբ ակտիվիստ Արտուր Չախոյանն էր, ով եկել էր թաղապետարան եւ փորձում էր հանդիպել Նոր-Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ, շեշտելով, որ նրան ինչ որ ասելիք ունի։ Աշխատակիցներից մեկը Չախոյանին տեղեկացնում է, որ թաղապետը չի պատրաստվում դուրս գալ նրա այդ հանդիպման, իսկ այնուհետև ինչ որ բան տեղի ունեցավ, ինչ որ բան ասեցին, մի խոսքով այնպես եղավ, որ վեճ լեզվակռիվ եղավ, այն վերաճեց ծեծկռտուքի։ Ըստ տեղեկությունների տուժել է նաև օպերատոր եւ վնասել է տեսախցիկը։ Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ձերբակալվածներ կան։ Երևանի քաղաքապետարանը եւս արդեն մեկնաբանել է տեղի ունեցածը, այսպիսով մեկնաբանել է այսպես, մեջբերում եմ. բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը եւ անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք եւս բռնության ձևեր են եւ չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակներում, փոխանցում են քաղաքապետարանից։ Ես իհարկե իրավական գնահատականներ հնչեցնելու լիազորություններ չունեմ, բայց այս ծեծի ու ապիկարության, այս բռնության ու իրապես իրար ատելու ամենօրյա դիպվածները արդեն անտանելի են։ Քաղաքական դաշտում ֆիզիկական ուժը եւ բռնությունը ուղղակի տեղ չպիտի ունենա, ծեծող ու խփող, հայհոյող ու կներեք թքող պաշտոնյա չպիտի լինի մեր իրականության մեջ։ Անկախ սադրանքից, կրկնում եմ, անկախ սադրանքից։ Նախ պիտի հասկանանք իհարկե, թե այդ ոնց է ստացվում, որ պետական հիմնարկները մեր որ կան, կներեք արտահայտության համար պրախադնոյ դվոր են դառնում, որ ով ասես, երբ ասես գալիս է, մուտք է գործում, մի հատ էլ սադրում է ձեզ ձեր աշխատասենյակում ու ձեր ընդունարաններում։ Բայց մյուս կողմից էլ սադրանքի զոհ եք դառնում։ Ընդհանրապես զոհ դառնալը լավ բան չէ, մանավանդ եթե տվյալ ակտիվիստը ասում են իբր սադրանքներով է հայտնի, պատվեր է կատարում։ Իշխանական աղբյուրները արդեն մի քանի ժամ է ինչ պտտում են նաև այս վարկածը, հայտնում է, որ նա եկել էր հատուկ պատվերով սադրելու։ Բա մանավանդ եթե այդպիսի բան կա, բա ուր եք ձեռնամարտի բռնվում, բարեկամներ։ Սա ինչ տեսարան է ընդհանրապես։ Ես հասկանում եմ, որ Տոր-Քարգեղի արձանը Նոր-Նորքում է, բայց թաղապետարանում չի, չէ։ Լավ, իսկ եթե ավելի լուր լսեք, փորձեք հասկանալ, ձև բռնեք, ինչպես հաճախանում են քաղաքական գործիչները, կամ արհամարեք վերջիվերջո, բայց ոչ այսպես։ Հիմա ով տուժեց։ Էլի դուք, ով խայտարակվեց։ Կրկին դուք հասկանում եք, չէ, որ նա բլոգեր է։ Իր վարկանիշը գուցե եւ բարձրացավ։ Դուք եք, չէ, տուժում արդյունքում։ Այսինքն այսքան անհեռատես լինել, վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ասում է, որ նրան հայհոյել են, նա էլ առաջին հերթին տղա է, հետո նոր վարչական շրջանի ղեկավար, ինձ տղամարդավարի են պահել, հայտարարում են նա։ Հասկանում եմ։ Դե այստեղ կրկին առաջ է գալիս այն հասկացողությունը, որ ծուռ երկրի տրամաբանությամբ ենք ապրում, այսպես տղամարդավարի էլ պահում ենք մեր երկիրը ու հասել ենք այս հանգրվանին։ Մեկն էլ ժամանակին ասում էր երկրի թիվ 1 տղամարդն է, մեկը ասում էր երկրորդն եմ, հետո իմացաք ինչ եղավ, բայց դա ուրիշ թեմա է։ Ընդհանրապես, եթե մարդը որոշել է քաղաքականությամբ զբաղվել, դառնալ քաղաքական գործիչ եւ մտնել քաղաքական դաշտ, իսկ քաղաքականությունը դա ամենաամբարո բնագավառներից է, սա իդեպ ես չեմ ասում, սա հազարամյակների պատմիչներն են փաստում, ուրեմն դու պետք է պատրաստ լինես եւ թուքումուր ուտելու, եւ ինչ որ առումով վիրավորական արտահայտություններ լսելու, եւ կոշտ քննադատություն լսելու, եւ սադրանքներին զոհ չգնալու, եւ հաշիվներ չմաքրելու ֆիզիկական բռնությամբ։ Արժանապատվությունդ են վիրավորել, օքեյ, պատիվ պահանջի, դատի տուր, օրենքի շրջանակներում, ինչ ուզում ես արա, չէ որ հենց պաշտոնյան է օրենքի պաշտպանն ու պահապանը եւ օրինակ ծառայողը, իսկ եթե պաշտոնյան է արդեն վրա գալիս,
անկախ սադրանքից, էլի եմ ասում, անկախ սադրանքից։ Բա մենք այն 16 տարեկան պատայներից էլին չենք ուզում, որ աչուձախ իրար դանակահարում են։ Բա նրանք էլ են թաղապետի ասած տղամարդավարի մոտենում հարցին։ Տղեկ ուշքի եկեք։ Ուշքի եկեք, քանի ուշ չէ։ Ողջ համացանցը իշխանության ու ընդդիմության հասցեներին հայհոյանքներ է հնչեցնում։ Մի խումբը այս կողմին է հայհոյում, մյուս կողմը նրանց։ Բա տղամարդեք, չէ, եթե այս տրամաբանությամբ ենք առաջ շարժվում։ Ինչ անենք, գնանք հաշվեհարդար տեսնենք բոլոր անպարկեշտ արտահայտության հեղինակների հետ։ Այս կադրերին նայելով ու այս դեպքերին զուգահեռ կառավարության նիստը նայելով ես հերթական անգամ համոզվեցի, որ կառավարության ներկայացրած իրական Հայաստանի գաղափարախոսությունը իրոք իրականն է ու այն լավագույնս դրսևորվում է այսօր նոր Նորքի թաղապետարանում։ Մտածեք այսօրից։